Ներողություն դուք ասելիք ունեիք կառավարության հետ կապված պահանջներ ունեիք կառավարությունից, խնդրեմ ներկայացրեք։ Բարև ձեզ սիրելի հայեր, անունս Զազայա, այսօր շատ լավ օր է, որ մենք խոսանք պետական մարմինների փոփոխության մասին։ Եվ ասեմ, որ իմանաք, կյանքը շատ կարճ է, շատ տխուր է, լիքը հիվանդություններով։ Եվ մենք ունենք շատ մեծ ուժ պայքարելու, մեր հարվածը դնելու Հայաստանի մեջ, փոփոխություն անելու Ղարաբաղի խաղաղության եւ Երևանի Հայաստանի խաղաղության մասին։ Խնդրում եմ ձեր ձայները բարձրացեք, միացեք ինձ հետ եւ ես պատրաստ եմ ամենքիդ ուշադրությունը իմ վրա շեղել եւ հրավիրել բոլորին այստեղ հրապարակ կատարելու Աստծո գործը։ Տանք մեր աղոթքները Աստծուն եւ դնենք այլ լիդեր, որը կարա բարի լինի եւ ճիշտ ճանապարհների մեջ։ Այսօր այսքանը սիրելի բարեկամներ, եթե մենք զգանք, որ իրոք դուք պատրաստ եք ձեր սրտերի մեջ կա բարի գործեր անել եւ ներշնչեք ճիշտ կյանքը, ապա խնդրում եմ հավաքվեք եւ կատարենք ճիշտ ճանապարհների բարի ուղումների մասին։ Ինչ եք ուզում լիդերին փոխել։ Դե մենակ ինձնից չի կախված, անձամբ Աստված է մեր միջոցով գործում, ասեմ իմանաք, որ իմ միջոցով։ Եթե ունեք հավատ ձեր մեջ, վստահեք ձեր ուղի մասին, վստահեք ձեր ինտուիցիայի մասին, վստահեք ձեր կյանքի մասին, լավ փայլուն ապագա ունենալու մասին, ապա պետք է մտածենք, որ կարողանանք հասկանանք ինչ է կատարվում այդ մարդու տավարի ուղեղի մեջ։ Եվ քայլեր անենք, նպատակ դնենք, քայլ առ քայլ հասնենք մեր նպատակներին։ Ոնց որ ռուսերեն ասում են, «Путь тысячи миль начинается с первого шага»։ Խնդրում եմ ձեր քայլերը անեք եւ հասկանալ ու ձեր ուղեղները աշխատացնեք, քանի որ դուք կարող աշխատացնեք։ Եթե ձեր ուղեղները դուք չաշխացնեք, մեկ այլ մարդ կաշխացնի։ Ոչ թե մարդ, ավելի շուտ մի այլ արարած, որը որ տավարից էլ բեթար մարդ է եւ կարա ձեզ վնաս տա աղքատության վերաբերյալ հարցեր ստեղծագործի ձեր կյանքերի մեջ։ Հիվանդություն, եթե պատրաստ եք հիվանդություն ընդունել ճոմնի կյանքի վերաբերյալ ձեր սրտերում, ապա բացեք ձեր սրտերը ճոմնի կյանքի վերաբերյալ։ Եթե ուզում եք, որ բարի կյանք վարեք եւ ձեր սրտերը բանակ Աստծուն Սուրբ Հոգու ներշնչման ձեր սրտերի մեջ, ապա բացեք եւ ընդունեք Սուրբ Հոգու զորությանը։ Շնորհակալ եմ։ Կներեք, չհասկացա ճոմնի կյանքը Փաշինյանի փոփոխության հետ ինչ կապ ունի ու լիդերի փոփոխություն, որ ասում եք Փաշինյանին ումով եք ուզում փոխարինել։ Տրամաբանական է, որ ճոմնի կյանքը վարում է Հայաստանը եւ Հայաստանը տիրապետում է ճոմնի կյանքը, քանի որ այն փաստերով աղքատություն ենք տեսնում Հայաստանում, անհամակերպություն, սպանություն, շնություն, գողություն, վիրավորանք։ Եվ դա գալիս է հենց վերևներից, որոնք որ վլիատ են անում, այսինքն ազդում են բարի մարդկանց սրտերում։ Եվ ես պատրաստ եմ ձեր լիդերը լինել այսօր։ Եթե դուք պատրաստ եք, արեք ձեր քայլերը։ Շնորհակալություն։ Իսկ պատրաստ եք վարչապետի թեկնածու առաջադրվել եւ դուք լինել կառավարության ղեկավարը։ Անպայման, հստակ ասեմ, որ Աստված շատ խելացի եւ դելավոյ եւ հստակ։ Եվ դա ապրում է իմ մեջ, ամենքիս մեջ։ Խնդրում եմ ձեր սրտերը բացեք եւ ընդունեք այդ զորությունը։ Եվ ով որ պատրաստ է այդ զորությունը ընդունելու, ասեմ, որ կտիրապետի ինֆորմացիային։ Իսկ ով որ կտիրապետի ինֆորմացիային, դա կհասնի շատ լայն եւ մասշտաբնի գաղափարների։ Դուք եկել եք կառավարության առջև, որ հանրությանը համախմբեք, ասեք ես ավելի լավ վարչապետ կլինեմ, քան Փաշինյանը ու առաջնահերթ ինչ ծրագրեր եք, ինչ եք անելու, որ ինչ փոփոխություն եք բերելու երկրի համար։ Ես բացև եմ զգալի բոլոր բարիքներին, Աստծուց եկած զորություններին։ Ես պատրաստ եմ Աստծուց ղեկավարվել եւ անել ինչ որ ինքը կղեկավարի։ Եվ վստահ եմ, որ իրանից խելացին չկա։ Անպայման ինքը կանի խելացին եւ բարին, խաղաղությունը, իշխանության զորությունը, քաղաքների եւ աշխարհների խաղաղությունը, միաբանությունը եւ ուրախ կյանք մեր սրտերի մեջ, ամենակարևորը զգանք Աստծո ուրախությունը մեր սրտերի մեջ։ Շնորհակալություն։ Իսկ ինչից եք ենթադրում, որ Աստծո հենց ընտրյալը այդ մեկը դուք եք ու դուք պիտի լինեք վարչապետ։ Ես վստահ եմ, ով որ իր կյանքում վստահ է, անպայման կհասնի լավ բաներին։ Ով որ հստակ չի, վախկոտ է,
չի կարա իր էությունը, իր բնավորությունը, իր ունակությունը տրամադրի աստծոզորության մեջ, ապա այդ մարդը ոչ մի բան էլ չի հասնի։ Թող մնա աղքատ, հիվանդ, անիծյալ, այսքանը, շնորհակալություն։ Դուք ոգեշնչվել եք Փաշինյանի այն արտահայտությունից, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետեր կան։ Անպայման։ Վարչապետի ոչ մի խոսքը ասնովա չկա, ոչ մի խոսքի մեջ ասնավանի չկա։ Դե ինքներդ պատկերացրեք, ինքներդ մտածեք, ես ամենքի տեղը խո չեմ մտածելու։ Ես իմ տեղն եմ մտածելու եւ այն կարամ ասեմ, որ Աստծո մեջ վստահ եմ ու պայծառ։ Սերը շարժվում է իմ մեջ եւ կասկածում եմ, որ ամենի մեջ կարա սերը շարժվի։ Իսկ եթե ով որ ուզում է որ շարժվի, մի կասկածեք ձեր վստահության վրա, համարձակության վրա, ձեր ռիսկերի վրա։ Մինիմիզացրեք ձեր ռիսկերը, հասեք լավ եւ բարի բաներին։ Հիմա ձեր պայքարը ինչքան եք շարունակելու, այստեղ էլի եք գալու, ինչ գործողությունների եք դիմելու։ Արդեն ասեցի, путь тысячи миль начинается с первого шага։ Հա, էսի առաջի քայլն է, ամեն ինչ կանենք։ Ես չեմ կարող ասեմ, ես աչոտ չի տալիս Աստված իմ դեմ եւ մարդկանց դեմ։ Աստված ինքը սուրբ է, ուժեղ է, զորավոր է։ Դրա համար կասեմ, որ հավատանք, ուղղակի հավատանք Աստծո գործերի մեջ, մեր հավատքը դնենք Աստծո գործերի մեջ, բարի գաղափարով, ով որ խելացի է Աստվածաշնչի մեջ, այսինքն կյանքի խոսքի մեջ եւ կատարի Աստծո նպատակների մեր կյանքերի մեջ։ Ով որ մի քիչ ունի հավատք, ով որ մի քիչ հավատացյալ է կոչվում, ցանկալի է որ պրոֆեսիոնալ հավատացյալ կոչվի, բատեն դարեկան հավատացյալ չկոչվի։ Բայց հիմա ասածն է, որ ամեն մարդ չի որ պետք է հետևի իմ ասածներին եւ կատարի։ Ամեն մարդ ունի իր ընտրությունը։ Այսօր ձեր ընտրությունը ձեր քերի մեջ է։ Եթե ուզում եք որ լինեք բարի, հստակ, խելացի եւ ձեր ռիսկերը մինիմիզելով դարվի, ապա քայլեր դիմեք։ Շնորհակալություն։ Ներեք ձեր խոսքերով ասած, Այսքանը, եթե տրամադրեք էլի ժամանակ, կարանք խոսանք եւ շարունակենք մեր путь тысячи миль начинается։ ձեր պայքարը այսօրվանից չէր սկսում, հիմա ուր եք շտապում։ Իհարկե, պլաններ ունեմ եւ տանք մեր գաղափարը Աստծո ձեռքերի մեջ։ Հետևենք իր ուժերին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ձեր անուն ազգանուն նորից կասեք։ Զազա Սնխչյան։ Վրաստանից եմ, հայ եմ, ժամանակին Վրաստան են քոչե, բայց հիմա տեղափոխվել եմ այստեղ, ամեն ինչ կանեմ, որ երջանիկ եւ հաճելի կյանք ունենաք։ Առողջ եղեք, Աստծո մեջ մնացեք, ուժեղ եղեք եւ ես վստահ եմ, որ Աստված դատարկ բաներ չի անում մեր միջոցով։ Շնորհակալություն, հաջողություն։